Փեսան ճշմարտությունը բացահայտեց խորանից 2 ժամ առաջ նրա արձագանքը սարսափելի էր։ Շաբաթ առավոտյան Արը պայծառ շողում էր Երանի վրա, խոստանալով հարսանիքի համար կատարյալ օր։ Տիգրան Գրիգորյանը կանգնած էր իր բնակարանի լիամետրաժ հայելու առջ, 10 րոպեում 5-րդ անգամ ուղղելով փողկապը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, ոչ թե նյարդայնությունից, այլ մաքուր հուզմունքից։ Մի քանի ժամից նա կամուսնանա Նարինե Պետրոսյանի հետ, կնոջ, որին սիրել էր 5 տարի, կնոջ, որի հետ նա պլանավորում էր անցկացնել իր կյանքի մնացած մասը։ 34 տարեկանում Տիգրանը հաջողակ մարդ էր։ Երանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ լինելով, նա հիմնադրել էր իր սեփական տեխնոլոգիական ընկերությունը, որն այժմ աշխատանքի էր վերցնում 100-ից ավելի մարդու համարվում էր Հայաստանի ամենախոստումնալից ստարտափներից մեկը։ Բարձրահասակ, լայնաթիկունք, կատարյալ սանրված մուգ մազերով շագանակագույն աչքերով, որոնք արտահայտում էին ինտելեկտ բարություն, Տիգրանը Նարինեին հանդիպելուց առաջ համարվում էր Երանի ամենացանկալի ամուրիներից մեկը։ Եվ Նարինեն։ Նրա մասին մտածելն անգամ Տիգրանին ժպիտ պարգեց։ Նարինեն այն ամենն էր, ինչի մասին նա երբեք երազել էր։ 29 տարեկանում նա մանկաբույժ էր, աշխատում էր Երանի առաջատար հիվանդանոցներից մեկում։ Գեղեցիկ, երկար շագանակագույն մազերով, որոնք բնական ալիքներով էին ընկնում, վառ կանաչ աչքերով ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած սենյակ։ Բայց գեղեցկությունից ավելի, հենց նրա բարությունն էր գրավել Տիգրանի սիրտը։ Նրա վերաբերմունքը իր փոքրիկ հիվանդների նկատմամբ, նվիրվածությունը իր աշխատանքին, անկեղծ կարեկցանքը շրջապատի բոլորի նկատմամբ։ Նրանք հանդիպել էին անսովոր հանգամանքներում։ Տիգրանը գնացել էր հիվանդանոց, այցելելու աշխատակցի հիվանդ որդուն, իսկ Նարինեն պատասխանատու բժշկուհին էր։ Նա այնպիսի համբերատարությամբ հոգատարությամբ բացատրեց ախտորոշումը, որ Տիգրանը տպավորված էր։ Հաջորդ օրը նա վերադարձավ, պնդելով, որ ուզում է տղայի ծնողներին նորություններ հաղորդել, բայց իրականում ուզում էր նորից տեսնել այդ կանաչաչյա բժշկին։ Նրան 3 անգամ այցելություն պահանջվեց, համարձակություն հավաքելու նրան սուրճի հրավիրելու համար։ Ի ուրախություն իրեն, նա համաձայնվեց։ Եվ այդ առաջին սուրճը վերածվեց ընթրիքների, որոնք էլ վերածվեցին միասին անցկացրած հանգստյան օրերի, որոնք էլ վերածվեցին 5 տարվա հարաբերությունների, որոնք Տիգրանը համարում էր կատարյալ։ Նա Նարինեին ամուսնության առաջարկ արեց 1 տարի առաջ, Փարիզ կատարած ռոմանտիկ ճանապարհորդության ժամանակ։ Նա Սեն գետի վրա նավակ վարձեց, այն լցրեց կարմիր վարդերով, ջութակահար վարձեց ծնկի իջավ, մինչ Էյֆելյան աշտարակը փայլում էր ֆոնին։ Նարինեն լաց եղավ անմիջապես համաձայնվեց, Տիգրանը զգաց, որ իր կյանքն ամբողջական է։ Վերջին 12 ամիսները հարսանիքի կազմակերպման հորցանուտ էին եղել։ Նարինեն ուզում էր, որ ամեն ինչ կատարյալ լինի, Տիգրանը վճռականորեն տրամադրված էր նրան հենց դա էլ ապահովել։ Ոչ մի ծախս չէր խնայվել։ Արարողությունը պետք է տեղի ունենար Էջմիածնի տաճարում, հայ առաքելական եկեղեցու հոգոր կենտրոնում, պատիվ, որը տրվում է միայն նշանակալի կապեր ունեցող ընտանիքներին։ Ընդունելությունը պետք է տեղի ունենար Երանի ամենաշխեղ հյուրանոցում, 400 հյուրերի մասնակցությամբ, այդ թվում Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մի քանիսը։ Շատ լավ տեսք ունես, եղբայր, ասաց Արմենը մտնելով սենյակ։ Արմենը մանկուց Տիգրանի լավագույն ընկերն էր, նրա հարսանիքին նրա քավորն էր։ Պատրաստ ես մեծ քայլին։ Ավելի քան պատրաստ։ Անհամբեր սպասում եմ Նարինեին տեսնելուն, որը մոտենում է ինձ։ Նա շատ գեղեցիկ տեսք է ունենալու։ Իրականում, նրա մայրը հենց նոր զանգահարեց։ Նա ուզում է, որ դուք տաճար հասնեք ժամը 11:39 ընտանիքի հետ արարողությունից առաջ լուսանկարվելու համար։ Արարողությունը սկսվում է ժամը 1:00-ին։ Տիգրանը նայեց ժամացույցին։ 9:15։ Նա շատ ժամանակ ուներ։ Ես կնախաճաշեմ, իսկ հետո այնտեղ կհանդիպենք։ Լավ։ Ես կվերցնեմ մյուս փեսացուներին։ Կհանդիպենք մի քանի ժամից։ Արմենի հեռանալուց հետո Տիգրանը գնաց խոհանոց, սուրճ պատրաստելու։ Նրա սովորաբար կազմակերպված բնակարանը քաոսի մեջ էր, արկղերով ու ճամպրուկներով։ Բալիում մեղրամսից հետո նա Նարինեն տեղափոխվելու էին մի տուն, որը միասին գնել էին Երանի նոր բացառիկ թաղամասում։ Տուն 5 ննջասենյակով, ընդարձակ այգիով, կատարյալ այն ընտանիքի համար, որը նրանք պլանավորում էին շուտով հիմնել։ Մինչ սուրճը եփվում էր, Տիգրանի հեռախոսը զանգեց։ Անհայտ համար էր։ Նա տատանվեց, բայց պատասխանեց։
Հնարավոր է հարսանիքի հետ կապված ինչ-որ բան լիներ։ Բար, լռություն մյուս ծայրում։ Հետո կանացի ձայն, որին նա չէր ճանաչում։ Տիգրան Գրիգորյան։ Այո, ով է խոսում։ Կարևոր չէ, թե ես ով եմ։ Կարևորը այն է, թե ես ինչ գիտեմ քո հարսնացուի մասին։ Տիգրանը խոժոռվեց։ Ներողություն, ինչ ասացիք։ Նարինե Պետրոսյան։ Քո հարսնացուն։ Կան բաներ նրա մասին, որոնք պետք է իմանաս այսօր ամուսնանալուց առաջ։ Լսիր, չգիտեմ, դու ով ես կամ ինչ կատակ է սա, բայց սա կատակ չէ։ Ստուգիր քո էլ։ Փոստը։ Ես հենց նոր մի բան ուղարկեցի, որը կբացի քո աչքերը։ Եթե դու իսկապես սիրում ես նրան, ապա պետք է իմանաս ճշմարտությունը, նախքան այո ասելը։ Զանգը կտրուկ ավարտվեց։ Տիգրանը շփոթված ու մի փոքր նյարդայնացած նայում էր հեռախոսին։ Նախկին ընկերուհի, որն նախանց կա Նարինեի նկատմամբ։ Բժիշկները երբեմն թշնամիներ էին ձեռք բերում, երբ բուժումները սպասվածի պես չէին աշխատում։ Նա որոշեց անտեսել այն, բայց հետաքրքրասիրությունը հաղթեց նրան։ Նա բացեց իր հեռախոսի էլեկտրոնային նամակը։ Եվ ահա այն։ Հաղորդագրություն անանուն հասցեից։ Ճշմարտությունը Նարինե Պետրոսյանի մասին։ Տիգրանը սեղմեց, ակնկալելով գտնել ինչ-որ հորինված անհեթեթություն։ Բայց տեսածը սառեցրեց նրան։ Կար հղում դեպի ամպային սկավառակ։ Եվ կարճ հաղորդագրություն։ Նախքան նրան կյանքդ նվիրելը, դու արժանի ես իմանալ, թե ով է նա իրականում։ Բոլոր ապացույցները այստեղ են։ Կներես, որ ես եմ քեզ ասում, բայց ինչ-որ մեկը պետք է դա անի։ Դողացող ձեռքերով Տիգրանը սեղմեց հղման վրա։ Պանակում տասնյակ ֆայլեր կային։ Լուսանկարներ։ Տեսանյութեր։ Փաստաթղթեր։ Հաղորդագրությունների էկրանի կադրեր։ Առաջին լուսանկարում, որը նա բացեց, Նարինեն էր։ Բայց ոչ այն Նարինեն, որին նա ճանաչում էր։ Այս Նարինեն գիշերային ակումբում էր, տեսանելիորեն հարբած, համբուրվում էր մի տղամարդու հետ, որին Տիգրանը չէր ճանաչում։ Լուսանկարի վրա, որը երում է անկյունում, նշված ամսաթիվը 3 ամիս առաջ էր։ 3 ամիս։ Այն ժամանակահատվածում, երբ նրանք նշանված էին պլանավորում էին իրենց հարսանիքը։ Տիգրանը զգաց, որ ստամոքսը խառնվում է։ Հավանաբար ֆոտոշոփ էր։ Հավանաբար։ Նա բացեց մեկ այլ լուսանկար։ Նարինեն կրկին, այս անգամ հյուրանոցի սենյակում, ներքնազգեստով, կեցվածք ընդունելով տեսախցիկի առաջ։ Ամսաթիվը 2 ամիս առաջ։ Ավելի շատ լուսանկարներ։ Նարինեն տարբեր տղամարդկանց հետ։ Բարերում։ Հյուրանոցներում։ Իրավիճակներում, որոնք կասկած չեն թողնում նրանց մտերիմ բնույթի մասին։ Բոլորը հանդիպել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Տիգրանը հեռախոսը գցեց, կարծես այն այրվում էր։ Սա իրական չէր կարող լինել։ Չէր կարող։ Նարինեն սիրում էր նրան։ Նա համաձայնել էր, երբ նա ամուսնության առաջարկ էր արել։ Նա ապագա էր պլանավորել նրա հետ։ Նա դա չէր անի։ Բայց լուսանկարները սարսափելի իրական էին թվում։ Դեմքերը պարզ էին։ Թվային մանիպուլյացիայի ակնհայտ նշաններ չկային։ Եվ այնքան շատ էին։ Տարբեր անկյուններից։ Տարբեր վայրերում։ Տարբեր տղամարդկանց հետ։ Դողացող ձեռքերով Տիգրանը կրկին վերցրեց հեռախոսը, բացեց տեսանյութերից մեկը։ Նա չէր ուզում։ Նրա էության ամեն մի մանրաթելը գոռում էր, որ դադարեցնի դիտելը, ջնջի ամեն ինչ, ծածնի, թե երբեք չի տեսել։ Բայց նա պետք է իմանար։ Տեսանյութում Նարինեն երում էր մի բնակարանում, որին նա չէր ճանաչում։ Նա մի տղամարդու հետ էր մտերմիկ զրույց էր վարում։ Ձայնը հստակ էր։ Երբ ես նրան պատմելու, հարցրեց տղամարդը։ Ինչ ասած ծիծաղեց Նարինեն, մի ձայն, որը Տիգրանը շատ լավ գիտեր, բայց որն այժմ տարօրինակ ու հեռավոր էր հնչում։ Որ դու նրան չես սիրում։ Որ դու նրա հետ ամուսնանում ես փողի համար։ Նարինեն ուսերը թոթվեց։ Ինչու պետք է ասեմ։ Տիգրանը կատարյալ է։ Հարուստ, հաջողակ, ինձ վրա անհույս սիրահարված։ Նա ինձ կտա այն ամենը, ինչ ես ուզենամ։ Եվ ես կարող եմ նա զվարճանալ։ Ինչ կլինի, եթե նա իմանա։
Նա չի իմանա։ Տիգրանը շատ միամիտ է։ Շատ վստահող։ Նա հավատում է իմ ասած ամեն ինչին։ Համարյա տխուր է, թե որքան հեշտ է նրան խաբել։ Տեսանյութը շարունակվում էր, բայց Տիգրանը այլս չէր կարողանում դիտել։ Նա վազեց լոգարան փսխեց։ Նարինեի ասած յուրաքանչյուր բառ արձագանքում էր նրա մտքում։ Միամիտ։ Հեշտ է խաբել։ Ամուսնանում է փողի համար։ 5 տարի։ 5 տարի հարաբերություններ։ 5 տարի սեր, կամ գոնե այն, ինչ նա սեր էր համարում։ Ամբողջը ստեր։ Ամբողջը մանիպուլյացիա։ Տիգրանը լվացվեց վերադարձավ սենյակ, ստիպելով իրեն ավելի շատ ֆայլեր թերթել։ Կային Նարինեի մի քանի ընկերների միջ WhatsApp-ով զրույցների սքրինշոթներ։ Դրանցում Նարինեն մանրամասն նկարագրում էր իր արտամուսնական կապերը։ Նա ծիծաղեց Տիգրանի վրա, անվանելով նրան հարուստ խաբեբա, քայլող բանկ։ Նա պլաններ կազմեց հարսանիքից հետո, խոսելով այն մասին, թե ինչպես է լիարժեքորեն շահագործելու նրա բանկային հաշիվը, միաժամանակ իր սիրեցյալներին իր կողքին պահելով։ Մի կոնկրետ զրույց կործանեց Տիգրանին։ Ընկեր 1. Մեղավոր չես զգում։ Նա իսկապես սիրում է քեզ։ Նարինե, մեղքի զգացում։ Ինչով։ Սերը հաշիվները չի վճարում։ Սերը Պրադա չի գնում։ Տիգրանը փող ունի, ես գեղեցկություն։ Սա արդար գործարք է։ Ընկեր 2. Բայց ինչ կլինի, եթե նա իմանա հարսանիքից հետո։ Նարինե, այդ դեպքում արդեն ուշ կլինի։ Ամեն ինչի կեսը իմն է։ Ես կդիմեմ ամուսնալուծության, կստանամ իմ բաժինը, կապրեմ այն կյանքով, որին արժանի եմ։ Տիգրանը ստիպված էր նստել։ Նրա ոտքերը պարզապես այլս չէին կարողանում նրան պահել։ Կինը, որին նա սիրում էր, որին նա պաշտում էր, որին նա պատրաստվում էր երդվել հավերժ սիրել, երբեք չէր սիրել նրան։ Նա միջոց էր նպատակին հասնելու համար։ Ֆինանսական հովանավոր, որը քողարկվել էր որպես փեսացու։ Կար ավելին։ Շատ ավելին։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Նարինեն զգալի պարտքեր ուներ, որոնք թաքցրել էր նրանից։ Վարկեր, շքեղ կյանք վարելու համար։ Վարկային քարտերի առավելագույն չափի կորուստ։ Նա սնանկ էր, Տիգրանը նրա ֆինանսական փրկարար օղակն էր։ Եվ հետո, ամենասարսափելի լուրը, բժշկական եզրակացություն։ Նարինեն հղի էր։ 3 ամսական։ Բայց Տիգրանը բացարձակ վստահությամբ գիտեր, որ դա իրենը չէր։ Նրանք համաձայնել էին սպասել մինչ ամուսնությունը, լիարժեք մտերիմ հարաբերություններ ունենալու համար։ Դա խոստում էր, որը Նարինեն պնդել էր, հղում անելով ավանդական արժեքներին, որոնք Տիգրանը հարգում էր։ Հիմա նա հասկացավ։ Նրա պնդումը փողի մասին չէր։ Այն պատճառով, որ նա քնում էր այլ տղամարդկանց հետ, չէր ուզում, որ Տիգրանը որևէ բան իմանա կամ կասկածի։ Իսկ հղիությունը։ Նա հավանաբար պլանավորել էր հարսանիքից հետո Տիգրանին համոզել, որ դա իրենն է, ստիպելով նրան ամուսնացած մնալ, նույնիսկ եթե բացահայտի նրա դավաճանությունները։ Տիգրանը նայեց ժամացույցին։ 10:15։ 1 ժամ 15 րոպեից նա պետք է տաճարում լիներ։ 3 ժամից էլ քիչ ժամանակ անց նա պետք է ամուսնանար։ Կյանքը խոստանալով մի կնոջ, որը նրան համարում էր ընդամենը բանկային հաշիվ։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց այն անհայտ համարին, որով նախկինում զանգահարել էր։ Ոչ ոք չպատասխանեց։ Այսպիսով, նա նորից զանգեց։ Եվ նորից։ 4-րդ փորձից կանացի ձայն պատասխանեց։ Տեսար, հարցրեց նա։ Ո՞վ եք դուք։ Ինչպես եք ստացել այս տեղեկատվությունը։ Ես։ Նարինեի հետ անցյալում անարդարություն եմ գործել։ Նա նման բան արեց իմ եղբոր հետ 2 տարի առաջ։ Նա գայթակղեց նրան, օգտագործեց նրան, լքեց նրան, երբ գտավ ավելի հարուստ մեկին։ Նա գրեթե ինքնասպան եղավ նրա պատճառով։ Երբ իմացավ, որ նա ամուսնանում է, հասկացավ, որ պետք է միջամտեմ։ Դու արժանի չէիր լինել հաջորդ զոհը։ Այս ամենը իրականություն է։ Այս ամենը բեմադրված է։ Ամեն ինչ իրական է։ 3 ամիս առաջ վարձեցի մասնավոր խուզարկու։ Նա ամեն ինչ փաստաթղթավորեց։ Ամեն հանդիպում, ամեն սուտ, ամեն դավաճանություն։ Ես ուզում էի անհերքելի ապացույցներ ունենալ, նախքան դրանք ձեզ ցույց տալը։
Տիգրանը փակեց աչքերը։ Ինչու սպասել մինչ այսօր։ Ինչու ավելի շուտ չասացիր։ Ես փորձեցի։ 1 ամիս առաջ էլեկտրոնային նամակներ ուղարկեցի։ Դուք չպատասխանեցիք։ Ես մի քանի անգամ փորձեցի զանգահարել, դուք երբեք անծանոթ համարներին չպատասխանեցիք։ Այսօր իմ վերջին միջոցն էր։ Կներեք ժամանակի համար, բայց դա կամ հիմա, կամ երբեք էր։ Տիգրանը մշուշոտ հիշում էր իր սպամի թղթապանակում անծանոթ հասցեից ուղարկված մի քանի նամակներ։ Նա ջնջել էր դրանք առանց բացելու, ենթադրելով, որ դրանք խաբեություն են։ Իսկ անհայտ համարներից եկող զանգերը։ Նա իրականում չէր պատասխանում դրանց, հենց վաճառողներից խաբեբաներից խուսափելու համար։ Հիմա ինչ անեմ, հարցրեց Տիգրանը, ավելի շատ իրեն, քան կնոջը։ Դա քեզանից է կախված։ Բայց եթե ես լինեի, ես կչեղարկեի հարսանիքը։ Ես կբացահայտեի, թե ով է նա իրականում։ Եվ կշարունակեի առաջ գնալ։ Դու արժանի ես մեկին, ով իսկապես կսիրի քեզ։ Զանգն ավարտվեց։ Տիգրանը լուռ նստած, շուրջը նայում էր իր բնակարանին։ Տեղափոխվող արկղեր։ Ամենուրեք նրա Նարինեի լուսանկարներ էին։ 5 տարվա ստերի հիշեցումներ։ Նրա առաջին արձագանքը զայրույթն էր։ Մաքուր, այրող զայրույթ, որը նրա ձեռքերը դողացնում էր, իսկ ծնոտը սեղմում։ Նա ուզում էր իրեր կոտրել, գոռալ, անմիջապես դիմակայել Նարինեին, բոլոր ապացույցները նրա դեմքին նետել։ Բայց հետո եկավ ցավը։ Այնքան խորը կլանող ցավ, որ նա չէր կարողանում նորմալ շնչել։ Իր կյանքի 5 տարին։ 5 տարվա սեր, նվիրված մեկին, ով իրեն հիմար էր համարում։ Նա մի ամբողջ ապագա էր պլանավորել նրա հետ։ Երեխաներ։ Միասին ծերանալ։ Կյանք կառուցել։ Եվ դրանցից ոչինչ իրական չէր։ Եթե այս պատմությունը ցնցող է ձեզ համար, թողեք լայք բաժանորդագրվեք ալիքին։ Որովհետև նորությունը դեռ առջում է։ Տիգրանն իրեն ստիպեց ռացիոնալ մտածել։ Ինչ տարբերակներ ուներ։ Նա պարզապես չէր կարող ներկայանալ տաճար։ Թողնել Նարինեին սպասելով, նվաստացած 400 հյուրերի առջ։ Բայց դա նա կնվաստացներ նրա ընտանիքին, ընկերներին, անմեղ մարդկանց, ովքեր երկար ճանապարհ էին անցել հարսանիքի համար։ Նա կարող էր գալ հրապարակայնորեն չեղարկել հանդիպումը, բոլորի աչքի առաջ բացահայտելով ապացույցները, տվեք Նարինեին այն, ինչին նա արժանի էր։ Լիակատար հանրային նվաստացում, բայց դա նա կլիներ հսկայական սկանդալ, որը կազդեր նրա մասնագիտական հեղինակության ընտանիքի վրա։ Նա կարող էր արարողությունից առաջ նրա հետ առանձին հանդիպել, հնարավորություն տալ նրան բացատրելու, նույնիսկ եթե որևէ հնարավոր բացատրություն չկար, նա կարող էր աննկատ չեղարկել հարսանիքը, հղում անելով անկանխատեսելի հանգամանքների, անձամբ բացահայտել ճշմարտությունը։ Կամ, իր մտքի շատ փոքր ու հուսահատ հատվածում, նա կարող էր անտեսել ամեն ինչ։ Ամուսնանալ մի նույն է։ Ծածնել, թե չգիտի։ Ապրել ստի մեջ։ Բայց ոչ։ Ոչ։ Նա այդքան հուսահատ կամ ողորմելի չէր։ Նա ուներ արժանապատվություն։ Նա ուներ ինքնահարգանք։ Տիգրանը վերցրեց հեռախոսը, սկսեց զանգահարել։ Սկզբում, իր փաստաբանին։ Նա արթնացրեց երկար գիշերից հետո քնած տղամարդուն, բայց դա նրան չխանգարեց։ Վարդան, ես քեզ կարիք ունեմ։ Հիմա։ Շտապ է։ Նախնական պայմանագրի վերաբերյալ։ Տիգրանը պնդել էր նախնական պայմանագրի վրա հարսանիքից առաջ, չնայած Նարինեի բողոքին, որ դա վկայում է վստահության պակասի մասին, հիմա նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն պնդելու համար, Վարդանը կազմել էր մի փաստաթուղթ, որը պաշտպանում էր Տիգրանի ակտիվները ամուսնալուծության դեպքում, հատկապես եթե անհավատարմությունը ապացուցվեր։ Ինչ պատահեց, հարցրեց Վարդանը, հստակ զգալով Տիգրանի ձայնի մեջ խուճապը։ Ես իմացա, որ Նարինեն դավաճանում է ինձ։ Ամիսներ շարունակ։ Մի քանի տղամարդկանց հետ։ Ես ապացույցներ ունեմ։ Շատ ապացույցներ։ Եվ հարսանիքը 3 ժամից էլ քիչ ժամանակում է։ Շոկի մեջ գտնվող լռություն։ Ապա, Աստված իմ։ Տիգրան, շատ եմ ցավում։ Ինչ ես ուզում անել։ Ես ուզում եմ համոզվել, որ եթե ինչ-որ խելագար պատճառով այս ամուսնությունը տեղի ունենա, նա չի տեսնի իմ ոչ մի կոպեկը։ Եվ ես ուզում եմ իմանալ իմ իրավունքները հիմա, ցանկացած արարողությունից առաջ։
Ուղարկեք ինձ ապացույցները։ Հիմա։ Եվ մի ամուսնացեք։ Տիգրան, որպես քո փաստաբան ընկեր, իմ խորհուրդն է, մի ամուսնացեք։ Չեղարկեք այն։ Անկախ ամոթից։ Գիտեմ։ Պարզապես պետք է հասկանամ ինչպես։ Բոլոր ֆայլերը Վարդանին ուղարկելուց հետո Տիգրանը զանգահարեց Արմենին։ Եղբայր, ինձ դու այստեղ ես պետք։ Իմ բնակարանում։ Հիմա։ Շտապ է։ Ինչ։ Տիգրան, մնացել է ընդամենը մի քանի ժամ մինչը։ Գիտեմ։ Խնդրում եմ։ Պարզապես եկեք։ Հիմա։ Հուսահատության տոնը անկասկած լրջություն էր փոխանցում, քանի որ Արմենը պարզապես ասաց. Ես ճանապարհին եմ։ Արմենը ժամանեց 20 րոպե անց, գտնելով Տիգրանին նստած բազմոցին, շրջապատված կոստյումների գործվածքների, հարսանիքի պլանավորման թղթերի ծովով լիակատար հիասթափության արտահայտությամբ։ Տիգրան, ինչ է պատահել։ Գունատ տեսք ունես։ Հիվանդ ես։ Առանց խոսքի, Տիգրանը հեռախոսը մեկնեց Արմենին մատնացույց արեց ֆայլերի թղթապանակը։ Նայիր։ Հաջորդ 15 րոպեները Արմենը նայում էր նրան, նրա դեմքի արտահայտությունը շփոթմունքից փոխվում էր ցնցման, ապա զայրույթի։ Այդ շնիկը, վերջապես ասաց նա, այն հազվագյուտ դեպքերից մեկը, երբ Տիգրանը լսել էր իր ընկերոջը հայհոյանքներ օգտագործելիս։ Տիգրան, ներողություն, բայց ինչ մանիպուլյատիվ շնիկ։ Գիտեմ։ Դու չես կարող ամուսնանալ նրա հետ։ Գիտես դա, չէ։ Գիտեմ։ Այսպիսով, ինչ ենք անելու։ Չեղարկել։ Հետաձգել։ Տիգրանը վեր կացավ, սկսեց առաջ ետ քայլել։ 400 մարդ, Արմեն։ 400։ Իմ ծնողներն այնտեղ են։ Նրա ծնողները։ Մարդիկ, ովքեր եկել էին այլ երկրներից։ Մայր տաճարը, հյուրանոցը, ամեն ինչ, որ պատվիրվել վճարվել է։ Միլիոնավոր դրամներ են ծախսվել։ Ում է պետք փողը։ Դու պատրաստվում էիր ամուսնանալ մի կնոջ հետ, որը քեզ օգտագործում է։ Գիտեմ։ Բայց ինչպես չեղարկեմ։ Ինչպես բացատրեմ։ Կներեք, իմացա, որ իմ հարսնացուն ստախոս Խաբեբա կինը, որը հղի է մեկ այլ տղամարդու երեխայից, ուստի հարսանիքը չեղյալ է հայտարարվում։ Արմենը լուռ մնաց, մտածելով։ Սպասիր։ Հղի։ 3 ամիս։ Եվ դա անկասկած իմը չէ։ Մենք երբեք նա պնդեց սպասել մինչ ամուսնությունը։ Որովհետև նա կես Երանի հետ էր քնում, դառնությամբ ասաց Արմենը։ Տիգրան, դա ավելի վատ է։ Նա պատրաստվում էր ստիպել քեզ մեծացնել ուրիշի երեխային, կարծելով, թե նա քոնն է։ Այդ հայտարարության իրականությունը գնացքի պես հարվածեց Տիգրանին։ Այո։ Այո, հենց դա էր Նարինեն պլանավորել։ Ամուսնանալ, մի քանի շաբաթ անց բացահայտել հղիությունը, ստիպել Տիգրանին հավատալ, որ դա տեղի է ունեցել իրենց ամուսնական գիշերը, ստիպել նրան ամուսնացած մնալ հայրական պատասխանատվության զգացումից ելնելով։ Դա դիվային էր։ Եվ գրեթե աշխատել էր։ Ես պետք է նրան դեմ առ դեմ կանգնեմ, հանկարծ ասաց Տիգրանը։ Նախարաջ ես պետք է նրա աչքերի մեջ նայեմ, ճշմարտության առջ կանգնեմ։ Երբ։ Մինչ տաճար հասնելը ունեք 2 ժամից էլ պակաս ժամանակ։ Հիմա։ Ես գնում եմ հյուրանոց, որտեղ նա պատրաստվում է։ Եվ ես մեկընդմիշտ վերջ եմ դնելու դրան։ Ուզում ես, որ քեզ հետ գամ։ Ոչ։ Դա իմ նրա միջը։ Բայց ես պետք է, որ դու ինձ համար ինչ-որ բան անես։ Ամեն ինչ։ Եթե ես քեզ չզանգահարեմ 1 ժամվա ընթացքում, ամեն ինչ չեղարկելու համար, դու կգնաս տաճար կհայտարարես, որ հարսանիքը չեղարկված է։ Մանրամասներ մի ասա։ Պարզապես ասա, որ անկանխատեսելի հանգամանքները անհնար դարձրին շարունակել։ Տիգրան։ Խոստում։ Արմենը դժկամությամբ գլխով արեց։ Խոստանում եմ։ Բայց կարծում եմ, դու պետք է։ Գիտեմ, թե ինչ ես մտածում։ Բայց ես պետք է դա անեմ իմ ձով։ Տիգրանը արագ փոխվեց, հագնելով ջինսե տապատ առօրյա վերնաշապիկ։ Ոչ թե այն հարսանեկան զգեստը, որը պետք է կրեր։ Նա նստեց մեքենան վարեց դեպի Արմենիա հյուրանոց, որտեղ Նարինեն նախագահական համար էր պատվիրել, հարսնաքույրերի հետ պատրաստվելու համար։
20 րոպեանոց ճանապարհորդության ընթացքում նրա միտքը շտապում էր։ Նրա մի մասը դեռ չէր կարողանում հավատալ դրան։ Նա ուզում էր, որ բացատրություն լինի, որ լուսանկարները կեղծ էին, որ տեսանյութերը մանիպուլացված էին, որ այդ ամենը սարսափելի թյուրիմացություն էր։ Բայց նրա ուղեղի բանական մասը գիտեր ճշմարտությունը։ Կային չափազանց շատ ապացույցներ, չափազանց շատ աղբյուրներից, չափազանց բարձր որակի, կեղծ լինելու համար։ Եվ խորքում վերջին մի քանի ամիսների մանրուքները հիմա իմաստ ունեին։ Այն գիշերները, երբ Նարինեն ասում էր, որ հերթապահ է, բայց նա չէր կարողանում կապվել նրա հետ հիվանդանոցում։ Բժշկական կոնֆերանսի ուղղությունները, որոնք տում էին օրերով։ Հեռախոսազանգերին, որոնց նա պատասխանում էր մեկ այլ սենյակում։ Նշանները այնտեղ էին։ Նա պարզապես որոշել էր չտեսնել դրանք, որովհետև վստահում էր նրան, որովհետև սիրում էր նրան։ Տիգրանը մեքենան կայանեց հյուրանոցի դիմաց ուղիղ բարձրացավ 10-րդ հարկ, որտեղ գտնվում էր նախագահական համարը։ Նա լսում էր ներսից լսվող երաժշտություն, կանանց ծիծաղ, հարսանիքի պատրաստվող կանանց ձայներ, լիովին անտեղյակ պայթելու պատրաստվող խումբից։ Նա թակեց դուռը։ Հարսնաքույրերից մեկը, Անահիտը, բացեց դուռը լայն ժպիտով։ Տիգրան, դու չես կարող այստեղ լինել։ Վատ բախտ է հարսնացուին ավելի շուտ տեսնելը։ Ես պետք է խոսեմ Նարինեի հետ։ Հիմա։ Մենակ։ Նրա տոնի մեջ ինչ-որ բան Անահիտին հետ քաշեց։ Արդյոք ամեն ինչ կարգին է։ Նարինե, կանչեց Տիգրանը, անտեսելով Անահիտին մտնելով համար։ Մենք պետք է խոսենք։ Նարինեն դուրս եկավ սենյակներից մեկից, դեռս խալաթով, մազերը կիսով չափ հարդարված։ Երբ նա տեսավ Տիգրանին, նրա դեմքի արտահայտությունը զարմանքից փոխվեց նյարդայնության։ Տիգրան, ինչ ես անում այստեղ։ Չէիր կարող ինձ տեսնել առաջ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Առանձին։ Հիմա։ Նարինեն նայեց 5 հարսնաքույրերին, որոնք մեծացող հետաքրքրասիրությամբ դիտում էին տեսարանը։ Աղջիկներ, կարող եք մեզ մի րոպե տալ։ Նրանք դժկամությամբ հեռացան, միմյանց մեջ շշնջալով։ Երբ դուռը փակվեց, Նարինեն ձեռքերը ազդրերին դրած դիմեց Տիգրանին։ Ինչն էր այնքան անհետաձգելի, որ չէր կարող սպասել մինչը։ Տիգրանը հանեց հեռախոսը, ցույց տվեց առաջին լուսանկարը։ Նարինեն գիշերային ակումբում համբուրում էր մեկ այլ տղամարդու։ Նրա դեմքից գույնը անհետացավ։ Ինչ որտեղից ես դա վերցրել։ Իսկապես է, հարցրեց Տիգրանը, զարմանալիորեն հանգիստ ձայնով։ Դու։ Ես նկարում։ Տիգրան, կարող եմ բացատրել։ Դու։ Ես այդ լուսանկարում։ Նարինեն մի քանի անգամ բացեց ու փակեց բերանը։ Ես հարբած էի։ Դա ոչինչ չէր նշանակում։ Դա սխալ էր։ Տիգրանն անցավ հաջորդ լուսանկարին։ Եվ հաջորդը։ Եվ հաջորդը։ Յուրաքանչյուրը տարբեր տղամարդու հետ։ Տարբեր իրավիճակներում։ Բոլորը սխալներ։ Բոլորը, երբ դուք հարբած էիք։ Տիգրան, խնդրում եմ, դու պետք է հասկանաս։ Նա միացրեց տեսանյութերից մեկը։ Նարինեի ձայնը լցրեց սենյակը։ Տիգրանը կատարյալ է։ Հարուստ, հաջողակ, ինձ անհույս սիրահարված։ Նա ինձ կտա այն ամենը, ինչ ես կուզենամ։ Նարինեն ավելի գունատվեց։ Ով տվեց քեզ սա։ Կարո՞ր է։ Դա իրական է։ Քո ձայնը։ Քո խոսքերը։ Դու ասում ես, որ ինձ օգտագործում ես փողի համար։ Ծիծաղում ես ինձ վրա։ Ես լուրջ չէի։ Ես պարզապես կատակում էի ընկերներիս հետ։ Անհեթեթություններ էի խոսում։ Անհեթեթություն, անհումոր ծիծաղեց Տիգրանը։ Տասնյակ տեսանյութեր կան, Նարինե։ Ամիսներ շարունակ զրույցներ։ Լուսանկարներ բազմաթիվ տղամարդկանց հետ։ Սա անհեթեթություն չէ։ Ահա թե ով ես դու իրականում։ Արցունքները սկսեցին հոսել Նարինեի դեմքից։ Տիգրան, ես քեզ սիրում եմ։ Գիտեմ, որ սխալներ եմ թույլ տվել, բայց ես իսկապես սիրում եմ քեզ։ Մենք կարող ենք հաղթահարել սա։ Մենք կարող ենք գնալ զույգերի թերապիայի, ես կփոխվեմ, խոստանում եմ։ Դուք հղի եք։ Նարինեն սառեց։
Ինչպես որտեղից գիտես։ Դա իմ ստացած փաստաթղթերում է։ 3 ամիս։ Եվ քանի որ մենք երբեք լիարժեք հարաբերություններ չենք ունեցել, գիտեմ, որ դա իմը չէ։ Ուրեմն, ո՞ումն է։ Քո սիրեկաններից ո՞մ։ Նարինեն փլվեց աթոռին լաց լինելով ասաց. Ես պատրաստվում էի պատմել քեզ։ Հարսանիքից հետո։ Ես պատրաստվում էի ասել, թե ինչ է պատահել, որ մենք։ Ինչ պատահեց հարսանեկան գիշերը։ Դու ինձ համոզելու էիր, որ երեխան իմն է։ Տիգրանը նորից սրտխառնոց զգաց։ Դու ավելի վատն ես, քան ապացույցները ցույց էին տալիս։ Խնդրում եմ, աղաչեց Նարինեն, փորձելով բռնել Տիգրանի ձեռքերը։ Նա քաշվեց։ Խնդրում եմ, մի արա սա։ Գիտեմ, որ ամեն ինչ խառնեցի։ Գիտեմ, որ արժանի չեմ քո ներմանը։ Բայց ես սիրում եմ քեզ։ Ես իսկապես սիրում եմ քեզ։ Ես կարող եմ ապացուցել դա։ Ես կվերջացնեմ բոլորի հետ կապված հարաբերություններին, կնվիրվեմ միայն քեզ, ես կլինեմ այն կինը, որին դու արժանի ես։ Դու ինձ չես սիրում, ասաց Տիգրանը, առաջին անգամ ձայնը կտրվելով։ Մարդիկ, ովքեր սիրում են, դա չեն անում։ Նրանք անընդհատ չեն դավաճանում։ Նրանք չեն պլանավորում գողանալ օգտագործել։ Նրանք չեն ծիծաղում իրենց զուգընկերոջ վրա իրենց ընկերների մոտ։ Դու կարող էիր ինչ-որ պահի ինչ-որ բան զգալ ինձ համար, բայց դա սեր չէր։ Դա հարմարավետություն էր։ Ոչ։ Տիգրան, ոչ։ Հարսանիքը չեղարկվում է։ Լրիվ լռություն։ Նարինեն նրան նայեց այնպես, կարծես չէր հասկանում նրա խոսքերը։ Ինչ։ Հարսանիքը։ Այն չեղարկվել է։ Ես քեզ հետ չեմ ամուսնանալու։ Այսօր, ոչ։ Երբեք։ Բայց հյուրերը տաճարը ամեն ինչ պատրաստ է։ Ինձ համար մի նույն է։ Ես նախընտրում եմ չեղարկված հարսանիքի ամոթը զգալ, քան ստի մեջ ապրել քեզ հետ ամուսնացած։ Նարինեն վեր կացավ, նրա հուսահատությունը վերածվեց զայրույթի։ Դու չես կարող սա անել։ 400 մարդ սպասում է։ Իմ ընտանիքը, իմ ընկերները։ Դու ինձ այսպես նվաստացնելու ես։ Դու ինքդ քեզ նվաստացրեցիր, երբ որոշեցիր ինձ դավաճանել։ Տիգրան, եթե չեղարկես, բոլորին կասեմ, որ դու ինձ դավաճանել ես։ Որ դու բռնի ես։ Ես կփչացնեմ քո հեղինակությունը։ Տիգրանը սառնորեն ժպտաց։ Իսկապես պատրաստվում ես դա անել։ Որովհետև ես ունեմ անհերքելի ապացույցներ քո դավաճանությունների մասին։ Լուսանկարներ, տեսանյութեր, հաղորդագրություններ։ Ինչ ունես։ Դատարկ խոսքեր։ Դու փորձում ես ինձ զրպարտել, ես կհրապարակեմ իմ ունեցած յուրաքանչյուր ֆայլ։ Ես կհամոզվեմ, որ Երանում բոլորը իմանան, թե դու ինչպիսի մարդ ես։ Սպառնալիքն աշխատեց։ Նարինեն կրկին փլուզվեց, հասկանալով, որ ուժ չունի։ Խնդրում եմ, շշնջաց նա։ Մի արա սա։ Մտածիր, թե ինչ կասեն իմ մասին։ Ինչպես եմ ես իմ դեմքը ցույց տալու սրանից հետո։ Ես պետք է դրա մասին մտածեի, նախքան ամիսներով ինքս ինձ դավաճանելը։ Տիգրանը շրջվեց, որ հեռանա, բայց Նարինեն շտապեց մոտենալ, փակեց դուռը։ Սպասեք։ Սպասեք, խնդրում եմ։ Թույլ տվեք, գոնե բացատրեմ, թե ինչու։ Ինձ համար մի նույն է, ինչու։ Խնդրում եմ։ Տուր ինձ գոնե սա։ Հետո կարող ես գնալ այլս երբեք չխոսել ինձ հետ։ Տիգրանը տատանվեց, ապա գլխով արեց։ Ոչ թե որովհետև նրան հետաքրքրում էին նրա արդարացումները, այլ որովհետև իր մի մասը դեռ պետք է հասկանար, թե ինչպես էր իրեն այդքան լիովին խաբել։ Նարինեն խորը շունչ քաշեց։ Ես աղքատ ընտանիքից եմ, Տիգրան։ Դու գիտես դա։ Հայրս մեխանիկ է, մայրս՝ խոհարար։ Ես մեծացել եմ առանց ոչնչի։ Ամեն ինչ, ինչ ունեմ, ես ինքս եմ վաստակել։ Բժշկական ուսումը, հիվանդանոցի աշխատանքը, ամեն ինչ։ Գիտեմ դա։ Ես միշտ հիացել եմ քո վճռականությամբ։ Բայց հիացմունքը չի մարում պարտքերը։ Ես հսկայական ուսանողական վարկեր ունեի։ Վարկային քարտերը սպառվել էին։ Հազիվ էի կարողանում վարձը վճարել։ Եվ հետո հանդիպեցի քեզ։ Հարուստ, առատաձեռն, բարի։ Դու ինձ առաջարկեցիր մի ապագա, որը երբեք չէի կարող ունենալ մենակ։
Այսպիսով, միշտ խոսքը փողի մասին էր։ Սկզբում այո։ Բայց դու ինձ էլ էիր դուր գալիս։ Դու լավ էիր ինձ հետ։ Պարզապես չգիտեմ։ Որքան ժամանակ էր անցնում, այնքան ավելի էի ինձ զգում թակարդված, որ ես ինձ վաճառում էի։ Եվ սկսեցի փնտրել հուզմունք, արկածներ, բաներ, որոնք ինձ կենդանի էին զգացնում, այլ ոչ թե պարզապես գավաթակիր հարսնացու։ Այսինքն, դու ինձ դավաճանեցիր։ Անընդհատ։ Գիտեմ, որ արդարացում չկա։ Գիտեմ։ Բայց ամեն ինչ ավելի հեշտացավ։ Եվ որքան շատ էի դա անում, այնքան ավելի էի արդարացնում դա։ Տիգրանը լավ է։ Նա չգիտի։ Նա վնասվածք չունի։ Բոլորը հաղթում են։ Բացառությամբ այն բանի, որ ես վիրավորված եմ։ Խորապես։ Իմ կյանքի 5 տարին հիմնված է ստերի վրա։ Նարինեն հիմա ազատորեն լաց էր լինում։ Շատ եմ ցավում։ Աստված իմ, շատ եմ ցավում։ Եթե կարողանայի վերադառնալ։ Բայց ես չեմ կարող։ Եվ ես չեմ կարող մոռանալ։ Ես չեմ կարող ծածնել, թե դա տեղի չի ունեցել։ Երեխան, հանկարծ ասաց Նարինեն։ Ես աբորտ եմ անելու։ Ես քեզ չեմ պահելու դրա պատճառով։ Խոսքը ինձ թակարդը գցելու մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ դու կյանք ես ստեղծել մեկ այլ տղամարդու հետ, երբ նշանված էիր ինձ հետ։ Այն մասին, որ դու պլանավորել ես ինձ ընդմիշտ խաբել։ Այս հղիության հետ քո ընտրությունն է։ Բայց ինչ որոշում էլ որ կայացնես, դա ինձ չի վերաբերում։ Տիգրանը նրբորեն, բայց վճռականորեն Նարինեին դռան մոտից հեռացրեց։ Ես հայտարարելու եմ հարսանիքի չեղարկման մասին։ Ասեմ, որ անձնական հանգամանքները անհնար դարձրին շարունակել։ Մանրամասների մեջ չեմ խորանա, եթե դուք չպնդեք։ Եթե դուք զգուշորեն ընդունեք չեղարկումը, ես ապացույցները կպահեմ գաղտնի։ Եթե փորձեք ինձ զրպարտել կամ խնդիրներ առաջացնել, ես ամեն ինչ կհրապարակեմ։ Հասկացա՞ր։ Նարինեն տխուր գլխով արեց։ Ցտեսություն, Նարինե։ Հուսով եմ, վերջապես կգտնես մեկին, ում իսկապես կսիրես։ Եվ հուսով եմ, այդ մարդուն ավելի լավ կվերաբերվես, քան ինձ։ Նա դուրս եկավ համարից, թողնելով Նարինեին հատակին լաց լինելիս, նրա հարսանեկան զգեստը դեռ կախված էր պահարանում, որը երբեք չէր հագնելու։ Միջանցքում Տիգրանը դողալով հենվել էր պատին։ Նա դա արել էր։ Նա դեմ առ դեմ էր կանգնել ավարտել։ Բայց նա իրեն հաղթանակած չէր զգում։ Նա դատարկություն էր զգում։ Նա զանգահարեց Արմենին։ Չեղարկիր ամեն ինչ։ Հարսանիքը տեղի չի ունենալու։ Ես արդեն գնում եմ տաճար։ Ես հայտարարություններ եմ անելու։ Շնորհակալություն։ Իսկ Տիգրանը։ Կներես, եղբայր։ Իսկապես։ Ես էլ։ Հաջորդ 2 ժամերը մշուշոտ էին։ Տիգրանը տուն գնաց, ջինսետ աբատից հագնվեց առօրյա հագուստով սկսեց զանգահարել։ Սկզբում ծնողներին, ովքեր ապշած ու շփոթված էին։ Նա միայն բացատրեց, որ Նարինեի մասին տեղեկություններ է հայտնաբերել, որոնք անհնար են դարձնում նրա հետ ամուսնանալը։ Նա խոստացավ մանրամասները հայտնել ավելի ուշ։ Արմենը պահեց իր խոսքը։ Նա գնաց Էջմիածնի մայր տաճար, որտեղ հյուրերն արդեն սկսում էին ժամանել, հայտարարություն արեց։ Անկանխատեսելի անձնական հանգամանքների պատճառով Տիգրան Գրիգորյանի Նարինե Պետրոսյանի հարսանիքը չեղարկվել է։ Ընտանիքը խնդրում է գաղտնիություն պահպանել այս դժվարին ժամանակահատվածում, շնորհակալություն է հայտնում բոլորին հասկացողության համար։ Հաջորդող քաոսը կանխատեսելի էր։ Հյուրերը ցնցված էին։ Հարազատները շփոթված էին։ Նարինեի ընտանիքը նվաստացած էր։ Լուրերը տարածվում էին խարույկի պես։ Մի քանի ժամվա ընթացքում լուրը տարածվեց ամբողջ Երանով մեկ։ Տարվա հարսանիքը չեղարկվեց վերջին րոպեին։ Շատերը խոսում էին ենթադրությունների մասին։ Ոմանք ասում էին, որ Տիգրանը անհաջողակ է եղել։ Մյուսները, որ Նարինեն էր փոխել իր միտքը։ Լուրեր էին շրջանառվում ընտանեկան վեճերի, հայտնաբերված անհամատեղելիությունների, հազարավոր այլ պատճառների մասին։ Բայց Տիգրանը պահեց իր խոսքը։ Նա չբացահայտեց իրական պատճառները։ Նա չցույց տվեց լուսանկարներ կամ տեսանյութեր։
Նա պարզապես ասաց այն քչերին, ովքեր ուղղակիորեն հարցրին, որ հայտնաբերել է հիմնարար անհամատեղելիություններ, որոնք անհնար են դարձնում ամուսնությունը։ Նարինեն, իր պատվին ասեմ, նույնպես լուռ մնաց։ Նա չփորձեց նրան զրպարտել։ Նա պարզապես որոշ ժամանակով անհետացավ Երանի հասարակական կյանքից, գլուխ հանելով սեփական ամոթից հետանքներից։ Հաջորդ օրերը Տիգրանի կյանքի ամենադժվարն էին։ Նա ստիպված էր չեղարկել Մեղրամսը, վերադարձնել հարսանեկան նվերները, զբաղվել ընկերների ընտանիքի անդամների անընդհատ հարցերով։ Բայց դրանից ավելի վատը հուզական ցավն էր։ 5 տարի վատնելու զգացումը։ Սիրելու զգացումը մեկին, ով երբեք իրականում գոյություն չի ունեցել։ Նա անցավ զայրույթի, ժխտման, դեպրեսիայի միջով։ Կային օրեր, երբ նա հազիվ էր վեր կենում անկողնուց։ Գիշերներ, երբ նայում էր նրանց միասին արված լուսանկարներին, զարմանում, թե ինչպես էր այդքան կույր եղել։ Արմենը մշտական աջակցություն էր։ Նա ամեն օր այցելում էր, ուտելիք բերում, ստիպում էր Տիգրանին դուրս գալ տնից, զբաղվել սովորական գործերով։ Դու կհաղթահարես սա, անընդհատ կրկնում էր նա։ Մի որոշ ժամանակ ցավոտ է լինելու։ Բայց դու կհաղթահարես դա։ Չեղարկված հարսանիքից 1 ամիս անց Տիգրանը վերջապես պատմեց ծնողներին ամբողջ ճշմարտությունը։ Նա ցույց տվեց նրանց ապացույցները։ Նա բացատրեց ամեն ինչ։ Մայրը լաց եղավ։ Հայրը զայրացած էր, ուզում էր դատի տալ Նարինեին ինչ-որ բանի համար, ցանկացած բանի համար։ Մոռացիր դրա մասին, ասաց Տիգրանը։ Նա արդեն բավականաչափ հետանքների հետ է գործ ունենում։ Եվ ես պետք է առաջ շարժվեմ, այլ ոչ թե անցյալում խրվեմ։ 3 ամիս անց Տիգրանը փոխադարձ ծանոթների միջոցով իմացավ, որ Նարինեն կորցրել է երեխային։ Նա խորը տխրություն զգաց կորցրած կյանքի համար, չնայած դա իր մեղքը չէր։ Նա հույս ուներ, որ նա լավ է, չնայած ամեն ինչի։ Չկայացած հարսանիքից 6 ամիս անց Տիգրանը նորից սկսում էր իրեն զգալ իր նման։ Ցավը դեռ շարունակվում էր, բայց ոչ այնքան սուր։ Նա վերադարձել էր աշխատանքի նորացված կենտրոնացմամբ, ընդլայնելով իր ընկերությունը, նպատակ գտնելով ինչ-որ իրական բան կառուցելու մեջ։ Մի գիշեր, բիզնես միտինգային միջոցառման ժամանակ, նա հանդիպեց Անիին։ Նա ծրագրային ապահովման մշակող էր մեկ այլ ստարտափում, խելացի զվարճալի, անկեղծ ժպիտով, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը։ Նրանք ժամերով զրուցեցին տեխնոլոգիաների, բիզնեսի, կյանքի մասին։ Երեկոյի վերջում նա նրան տվեց իր քարտը։ Հիանալի էր քեզ հետ խոսելը, Տիգրան։ Եթե ուզում ես մի օր շարունակել այս քննարկումը արհեստական բանականության մեքենայական ուսուցման մասին, զանգահարիր ինձ։ Տիգրանը նայեց քարտին, զգալով մի բան, որ ամիսներ շարունակ չէր զգացել։ Հույս։ Ոչ թե սեր, դեռ ոչ։ Բայց այն հնարավորությունը, որ գուցե ի վերջո նա կրկին կարողանա վստահել։ Կրկին սեր։ Այո, կզանգեմ, ասաց նա, երկար ժամանակ անց առաջին անգամ անկեղծորեն ժպտալով։ Նարինեի հետ ամուսնանալու օրվանից 1 տարի անց Տիգրանը ընտրում էր Անիի հետ, ով 2 ամիս առաջ դարձել էր նրա ընկերուհին։ Դեռ վաղ էր, նրանք դանդաղ էին վարվում, բայց նրանց մեջ կար ինչ-որ իրական բան։ Ինչ-որ բան, որը հիմնված էր ազնվության փոխադարձ հարգանքի վրա։ Կարող եմ մի բան հարցնել, ասաց Անին, երբ նրանք ավարտեցին իրենց աղանդերի համը։ Իհարկե։ Դուք հիշատակեցիք նախորդ հարաբերությունների մասին, որոնք վատ ավարտվեցին, բայց երբեք մանրամասն չխոսեցիք։ Կցանկանայիք խոսել դրա մասին։ Տիգրանը մտածեց այդ մասին։ Հետո նա ամեն ինչ պատմեց։ Նարինեին դավաճանությունների, ամուսնանալուց 2 ժամ առաջ ճշմարտությունը բացահայտելու, չեղարկված հարսանիքի հաջորդած դժվար ամիսների մասին։ Անին լուր լսում էր, նրա դեմքի արտահայտությունը զարմանքից փոխվում էր կարեկցանքի։ Երբ նա ավարտեց, Անին նրա ձեռքը բռնեց սեղանի վրայով։ Շատ եմ ցավում, որ դու դրա միջով անցար։ Բայց նա շնորհակալ եմ։ Գրադա։ Եթե այդ օրը նրա հետ ամուսնանայիր, երբեք չէիր հանդիպի ինձ։ Մենք երբեք այստեղ չէինք լինի։ Այսպիսով տարօրինակ կերպով այդ անանուն կինը, որը քեզ ապացույցներ ուղարկեց, ոչ միայն փրկեց քեզ սարսափելի ամուսնությունից, այլ դրեց քեզ այն ճանապարհին, որը ի վերջո հանգեցրեց ինձ մոտ։ Տիգրանը երբեք այդպես չէր մտածել։ Բայց Անին ճիշտ էր։ Եթե նա ամուսնանար Նարինեի հետ, կհայտնվեր դժբախտ ամուսնության մեջ։ Հնարավոր է տարիներ անց ամուսնալուծված, դառնացած կոտրված։ Փոխարենը, նա ազատ էր։
Վիրավորված, այո, բայց բավականաչափ ապաքինված կրկին փորձելու իսկապես արժեքավոր մեկի հետ։ Ճիշտ ես, ասաց նա ժպտալով։ Կարծում եմ, շնորհակալություն եմ հայտնում այդ անանուն կնոջը։ Չեղարկված հարսանիքից 2 տարի անց Տիգրանը լիովին ապաքինվել էր։ Նրա ընկերակցությունը զգալիորեն աճել էր։ Նաղանին լուրջ զրույցներ էին ունենում ապագայի մասին։ Եվ նա արժեքավոր դասեր էր քաղել վստահության, նախազգուշական նշանների, իսկական սիրո մանիպուլյացիայի միջ եղած տարբերությունների մասին։ Նա երբեմն մտածում էր Նարինեի մասին, հետաքրքրվելով, թե որտեղ է նա, ինչ է անում։ Ծանոթներից իմացավ, որ նա տեղափոխվել է մեկ այլ երկիր, սկսել է նորից։ Նա հույս ուներ, որ նա սովորել է իր սխալներից, դարձել է ավելի լավ մարդ։ Ինչ վերաբերում է ապացույցները նրան ուղարկած անանուն կնոջը, նա երբեք չիմացավ, թե ով է նա։ Նրա մի մասը ուզում էր իմանալ, ուզում էր անձամբ շնորհակալություն հայտնել նրան։ Բայց մեկ այլ մասը գնահատում էր առեղծվածը։ Անանուն պահապան հրեշտակ, որը փրկել էր նրա կյանքը։ Այդ ճակատագրական օրվանից 5 տարի անց Տիգրանն ամուսնացավ։ Ոչ թե Նարինեի, այլ Անիի հետ։ Արարողությունը փոքր էր մտերմիկ, ներկա էին միայն մտերիմ ընտանիքը, իսկական ընկերները։ Չկար որևէ դրամա, վերջին րոպեի բացահայտումներ, թաքնված դավաճանություններ։ Իրենց երթումների ժամանակ Տիգրանը նայեց Անիի աչքերի մեջ, ասաց. «Տարիներ առաջ ես գրեթե ամուսնացա սխալ մարդու հետ։ Այսօր ես ունեմ ճիշտ մարդու հետ ամուսնանալու օրհնությունը։ Եվ տարբերությունն ամեն ինչ է։ Քեզ հետ կասկածներ չկան։ Վախ չկա։ Միայն սեր։ Իսկական, ազնիվ, իսկական սեր»։ Անիի աչքերում արցունքներ կային։ «Եվ խոստանում եմ, որ երբեք պատճառ չեմ տա քեզ կասկածելու ինձ վրա։ Ես խոստանում եմ լինել այն զուգընկերը, որին դու արժանի ես։ Այսօր, միշտ»։ Նրանք համբուրվեցին հյուրերի ծափահարությունների ներքո, Տիգրանը բացարձակ վստահությամբ գիտեր, որ տարիներ առաջ ճիշտ ընտրություն էր կատարել։ Այդ հարսանիքը չեղարկելը նրա կյանքի ամենադժվար լավագույն որոշումն էր։ Փեսան ճշմարտությունը բացահայտել էր զոհասեղանից 2 ժամ առաջ։ Եվ նրա արձագանքը, այո, կործանարար էր, բայց նա կյանք փրկող։ Նա ոչնչացրեց ստի վրա հիմնված ապագան, հարթեց ճշմարտության վրա հիմնված ապագայի ճանապարհը։ Եվ վերջում, ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի այն բացահայտելը, միշտ արժե դրան։ Որովհետև միայն ճշմարտության մեջ կարող են կառուցել ինչ-որ իրական բան։ Ինչ-որ մնայուն բան։ Ինչ-որ արժեքավոր բան։